Ծիծաղալու չի դա։ Ավտոբուսները Yandex-ի հետ համագործակցում են։ Ավտոբուսները Yandex-ի հետ համագործակցում են։ Դա կա։ Հիմա նայեք, ավտոբուսը ուզում եմ, որ ժամին էս համարի ավտոբուսը գալու է, չէ՞։ Նայում եմ Yandex-ի ծրագրով։ Տեսնում եմ, որ ժամին գալիս է։ Նույն Yandex-ի ծրագիրը ավտոբուսները աշխատում են իրար հետ, համագործակցում են։ Կոպիտ ասած, կարելի է ասել, իրար հետ համագործակցում են, ասել է ես քո վարորդներին ոնց ուզեմ խաբեմ, դու աշկ փագի, մենք իրար հետ բիզնես անենք։ Խոսքի էս մեզի գումար չես տա, մենք ծրագիրը քեզի կտանք, կոպիտ ասած։ Մենք ոնց ուզենք վարորդներից այդ փողը քանենք, խաբենք։ Ավտոբուսների գումարներն էլ են ձեզանից կանցնում։ Նայեք, չէ, նայեք, հասկացեք։ Ծրագիրը, կանգառներում կանգնեք, հիմա Yandex ունեք զակաս տալու։ Yandex ծրագիր ունեք։ Հələ զակասի մեջ մտեք, տեսեք ավտոբուսի ժամը բանը, ընդ ցույց է տալիս ավտոբուսները։ Իրար հետ համագործակցում են, չէ՞։ Էդի դուրս է գալիս համագործակցում են, չէ՞։ Հիմա ասեմ ինչ կապ ունի։ Հիմա նայեք, եթե ինչ-որ բան, նայեք, եթե ես վեկալում եմ համագործակցում եմ, դուրս է գալիս, ինչ-որ բան փող պիտի տամ, չէ՞, այդ ծրագիրը եթե օգտագործում եմ։ Կարող է այդ փողը խոսանք, ասեմ ես ժողովրդին աշկ փագեմ, ղեկավարությունը խոսքի, ասի աշկ փագեմ, ոնց կուզեք չարաշահեք վարորդներին, այդ առումով է աշկ եմ փագում։ Մի հատ բան ասեմ, ինչ ես ասում, որ ինքը քեզի գործարք առաջարկում ու լրիվ ինֆորմացիա չի տալի։ Ասում, որ ասենք դու մարդս գործարք ես մեկին առաջարկում լրիվ ինֆորմացիան տալիս ես, չէ՞։ Բայց այնտեղ սա գաղտնիք է պահվում։ ինքը դաժե կարա ուրիշ երկրից մարդ ընդունի աշխատելու, որը դաժե չգնա իրանց մոտ, այսինքն օնլայն տարբերակով նկարվի, всё, ընդունվավ մարդը աշխատանքի։ Էդի խախտում չի։ Ուրիշի չափանիշներ են պետք աշխատանքի անցնելու համար։ Այդքան օնլայն տարբերակ, WhatsApp-ով պրավեն, մռավեն, WhatsApp-ով նկարի վարորդական իրավունք։ Հիմա ուզում եք ով Yandex-ի վարորդի, բերեք գրանցենք, հենց հիմա, այստեղ Վարորդականն Մեկ ուրիշ բան էլ ասում էլի։ Ասենք պատվերա գալի, հասնում ես պատվիրատուի մոտը, սպասում ես համապատասխան րոպեն, մեկ էլ պատվիրատուն պատվերը չեղարկում է, զանգում ես կենտրոն, ասում ես ցավոք ոչինչ չեն կարող անել, ձեզ կտրամադրենք վրոջի տիպը բանը, պրոմկոդ կամ չգիտեմ լալայ։ Նաև ուղևորների շահերը հաշվի առնենք, շատ հաճախ ոչ բարեկիրթ, բարեխիղճ վարորդներ են հանդիպում։ Կարա լինի բան չունեմ ասելու, համամիտ եմ ձեր հետ։ կանչա եկել է բարեխիղճ վարորդ ես չեմ օգտվել։ Այդ գիտեք ինչից է, որտեվ էժան է պատվերը լինում, որտեվ ճանապարհը լավ չի լինում, որովհետև դրա համար էլ անջատում են վարորդը։ Մի րոպեում կարանք վարորդ Մի դե է կանչում 1000 դրամ պատվերա։ Չէ, չի կարող։ Ավտոբուսով եթե 7 հոգի յանք եթան, մետրից իրավունք ունի վարորդը տա տեղում է։ 7 հոգով եթան 1050 դրամ անում ավտոբուսը, բայց յանք 1000 դրամ տաքսով են։ Հասկանում պահանջում եք նաև, որ գրանցման չափանիշները բարդացնեն ավելի, որ ձեր խոսքերով ասած ամեն մարդ չկարողանա վարորդ աշխատել։ Իհարկե։ Ես վարորդ աղը կանչել եմ, եկել է խմած աղը։ Կամ սենց ասեմ, ամեն ռուլ բռնող թող չլինի ինքը համարի ինքը վարորդ է։ Ամեն ռուլ բռնողին պետք չի որ գրանցե Yandex-ում այն նորմալ քշողների անուն ու ռեյտինգ են գնում։ Դե արդեն իրանք ամեն ինչին կարող են մոնիտորինգ անեն, դրան էլ կարան մոնիտորինգ անեն։ Ծրագիրը հասկանան քննություն էր տալի, որ տաքսիստներ, տաքսի վարորդը համարվում էր երկրագնդի ամենաթոփ 1 վարորդը։ Հա, երկրի դեմքը։ Նայեք, մենք այսօր խնդիր ունենք ռեյտինգների հետ կապված։ Հաճախորդը անտրամադիր տնից դուրս է գալիս, մեկա դնում, մեքենայից իջնում գնում է ու գրում է այնտեղ։ Մեքենան լվացած չի։ Ու քո բիզնես սակագինը փակում ես, սկսում ես քշել կոմֆորտ սակագին կամ ստարտ սակագին։ Yandex-ը հաշվի չի առնում, զանգի մի հատ քեզ տվյալ պահին, այդ որ հաճախորդը մեկա դրե, ասի հենց հիմա մի հատ ձեր մեքենան նկարեք ուղարկեք։ Ոչ մի բան հաշվի չի առնում։ Մեկը դրին ռեյտինգը գցում են,
սկսում ես բարձր սակագին մեքենայով քշել ստարտ սակագինը։ Էդ էլ է ինադու արվում, որ լավ մեքենաներով ստարտ սակագին քշեն, հաճախորդ ձեռք բերեն։ Ինչպես պատահում է, բայց հիմնականում ոչ, բայց խնդիրները ներառել եք ձեր Նրանուն է, որ մենք չենք ասում, որ մեր հանրությունը սենց յուրահատուկ են։ Այո, ժվարորդների մեջ էլ կան ոչ բարեխիղճ վարորդներ, անթեր աշամպլաշ գան նստեն քշեն, են մնացածի ռեյտինգներ իրանց պահվածքով, իրանց վարքագծով գցեն։ Չենք բացառում, այո, կան, այտենց կարան լինեն այդպես վարորդներ, բայց ուղևորների մեջ հետո աբսուրդ վիճակ է։ Մարդու կնիկ կռվում են իրար հետ, կնիկը գալիս ակազա վերցնում գնում է, ջղայնությունից դնում է, վարորդը պրիչո մտնել։ նման դեպքեր եղել է։ Հենց իմ ռեյտինգը 5 ա եղել, առավոտը զարթնում եմ, տենում եմ 94, ու ես գիտեմ ով է։